Մենք հայերս շատ ենք խոսում հայերենում թուրքերեն բառերի առկայության մասին, բայց հիմա ժամանակն է տեսնել, թե թուրքերենում ինչ հայերեն բառեր կան։ Ահա ձեզ եմ ներկայացնում 5 ամենատարածված բառերը, որոնք թուրքերն ամեն օր օգտագործում են առանց մտածելու նրանց ծագման մասին։ Օրինակ, եւ ինչպես հայերենում ենք մենք դրա համարժեքն օգտագործում, օրինակ։ Սա հայկական ծագում ունեցող բառ է։ Հաջորդը փեթեք։ Թարգմանաբար նշանակում է մեղրամոմ կամ մեղրի փեթակ, հայերենի համարժեքը փեթակ։ Թորուն, թարգմանաբար նշանակում է թոր կամ թորնիկ։ Այստեղ հայերեն բառին ավելացվել է թուրքական վերջավորություն եւ նույն իմաստն է կրում։ Փինթի, թուրքերենում այս բառը մի փոքր իմաստափոխվել է եւ նշանակում է ժլատ, բայց այն նույն հայկական ծագում ունեցող փնթի բառից է առաջացել։ Ավանակ, թուրքերենում սա մի փոքր իմաստը փոխել է, նշանակում է միամիտ, հեշտ խաբվող մարդ։ Հայերենի համարժեքը ավանակ։ Ինչպես տեսնում եք, լեզուն իր ազդեցությունն է ունենում անկախ քաղաքական դրդապատճառներից եւ պատմական համատեքստերից։ Իսկ եթե ուզում եք հասկանալ տարածաշրջանային իրադարձությունները եւ թուրքական պետության ֆենոմենը, ապա բաժանորդագրվեք Edge-ի։